Տավուշում փրկարար է զոհվել հրդեհաշիջման ժամանակ։ Սերժանտ Տարոն Սիմոնյանը Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողական մեքենայում է եղել, երբ այն վթարվել է։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ պատահարի հետևանքով նաև 4 ծառայող է տուժել։ Տավուշում ու Գեղարքունիքում օլեգնացրդեհներից բարեբախտաբար ուրիշ զոհեր չկան։ Տներին չի հասել կրակը, բայց 2 օրում հեկտարներով սևացած արոտավայրերը էլ բանի պետք չեն։ Երեք մարելուց հետո որ նայում էր սենց այդ վարված տեղերը լացած գալիս էր։ Սեմյոնովկայի գյուղապետը անճարությունից գլուխը կորցրել է, երբ տեսել է ինչպես է բռնկվում իրենց գյուղի 60 հեկտար հողերի ավելի քան 20%-ը։ Ծուխը գյուղը պատել էր լրիվ։ Ծուխը շատ ուշեղ էր։ Սեմյոնովկայում անասուններին արածեցնելն արդեն խնդիր է։ Բնությանը մեծ վնաս է հասցրել կրակը, որի դեմը դեռ չի հաջողվում առնել ամբողջ Տավուշում։ Սեմյոնովկայի վարչական ղեկավարի խոսքով այն հատվածներում, որտեղ հաջողվել է մարել կրակը, գիշերային հսկողություն պետք է սահմանվի նոր բռնկումից խուսափելու համար։ Գիշերային սմեններ կդնենք, կպտտվեն, որտեղ օջախներ տեսնենք, շուտ արագ տեմպով կարենանք հասցնենք, եթե մարենք էլի չշարունակենք։ Միայն Տավուշում հրդեհի 4 օջախ կա, որոնցից միայն մեկում Կազաչի հատվածում է կրակը մեկուսացվել։ Հայլուրի թղթակիցները եղել են Լեռնային Հայաստան առողջարանի մոտ։ Լուրեր էին պտտվում, թե կրակը հասել է նաև առողջարանի տարածք։ Որ հրդեհը հասել է առողջարան, տներ, նման տեղեկատվություն չի համապատասխանում իրականությանը, հրշեջ փրկարարները ահազանգը ստանալուն պես 3 ցերեկվանից ժամը 3-ից մոտավոր 3-ի սահմաններում սկսել են հրդեհաշիջում իրականացնել եւ կանխել են դեպի տներ, դեպի առողջարան կրակի տարածումը։ Թե քանի հեկտար տարածք է այրվել Տավուշում, որքան վնաս է կրել մարզը։ Ինչից է բռնկվել հրդեհը նաև հարևան Գեղարքունիքում, դեռ չի հայտնում ներքին գործերի նախարարությունը։ Այս հրդեհը ճամբարակի հրդեհի հետ որևէ կապ չունի, տարբեր օջախներ են։ Հայաստանի ռազմաօդային ուժերի մի ուղղաթիռ է վերևից փորձում հանգցնել կրակը։ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորանների հարևանությամբ անտառներում, Լեռնային Արմենիա առողջարանի մոտակայքում են կրակի դեմ պայքարում փրկարարական ծառայության ուժերը, կամավորները։ Մոբիլիզացիայի կարիք հիմա չկա, ասում է ներքին գործերի նախարարության խոսնակը։ Մեր թե մարդկային ուժը, թե տեխնիկան բավարար է եւ պատշաճ իրականացում է հրդեհաշիջման աշխատանքները, նման քննարկում լինելու դեպքում բնականաբար առանձին հայտարարությամբ հանդես կգանք։ Որ գերբնական ուժով փրկարարները կամավորները փորձում են հանգցնել կրակը, անժխտելի է Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանի համար։ Նա ամբողջ գիշեր Տավուշում է եղել, բայց այս գործողությունները ուշացած են, համոզված է ընդդիմադիր падգամավորը։ Ուղղաթիռը ներգրավեք, ասում են դրա ժամանակը չի, ասում ենք մարդուշ ավելի շատ տրամադրեք այդ աշխատանքներին եւ փրկարար ծառայության աշխատակիցներից եւ կամավորականներից, այսինքն այս էլ հերթական բանն է, էլի ես չեմ հասկանում, էլի, եթե ընդդիմությունը բան է ասում, այսինքն կարելի է չէ՞ ամեն ինչը մի քիչ լուրջ ընդունել եւ ավելի շատ միջոցներ ներգրավել, այս մասշտաբները այս ծավալի չէին լինի։ Պատահականություն չէ Դանիելյանի համար, որ մեկ շաբաթում 2 խոշոր հրդեհ է բռնկվում Գեղարքունիքում եւ Տավուշում։ Պետք է պատշաճ հետաքննել ու պարզել, արդյոք մարդկային գործոն կա, գուցե դիտավորություն է, ասում է падգամավորը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ հրդեհների դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այն, որ այդ հրդեհները տարբեր տեղեր են, տարբեր հատվածներում են, ինձ հիմնավոր կասկած տալիս է, որ որոշակի առումով մարդկային ներգործություն է եղել։ Անզգուշություն է, դիտավորություն է, թե ինչ է, դի պարզի քննությունը, բայց այն, որ իմ խորին համոզում, դա իմ գնահատականն է, դա պատահական չի եղել, դա իմ կարծիքն է։ Ուժեղ քամին չորացած տերևները վայրկյանական տարածում են կրակը հայլուրի տեսախցիկի առաջ։ Դիլիջանի բլուրներն ամբողջությամբ ծխապատ են։ Գեղարքունիքում էլ դեռ շարունակում են աշխատել փրկարարները։ Ճամբարակ Թթուջուր հատվածում օջախներից 2-ը մարել են, մյուսները մեկուսացրել։ Ամեն պահի կարող է նոր բռնկում լինել։ Գահանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։